Բարև ձեզ, արգելի ժողովուրդ։ Առաջիկա 5 կամ 10 տարիների ընթացքում, կամ նույնիսկ կարող է ամբողջ կամ նույնիսկ կարելի է ամբողջ կյանքի ընթացքում սկրինինգային ծրագիր մշակել, որտեղ աշխարհում կա այդպիսի բաներ, զարգացած երկրներում կա, եւ հիմա մի խոսքով արհեստական բանականությունը գալիս է փոխարինելու այս հարցում բժշկի կոնսուլտացիան, եւ արհեստական բանականության հետ դուք կարող եք բացահայտել, թե անձամբ ձեզ ինչպիսի ստուգումներ են պետք, պրոֆիլակտիկ ինչպիսի ստուգումներ են պետք առաջիկա 10 տարվա ընթացքում։ Ես հիմա ձեզ կբերեմ մի օրինակ եւ ցույց կտամ, թե այս օրինակով արհեստական բանականությունը ինչպես է լիարժեք փոխարինում բժշկի կոնսուլտացիան։ Իհարկե ավելի լավ կլինի, որ բժշկի կոնսուլտացիայով ավելի մանրամասն, ավելի ուշադիր, ավելի հարցեր կան, որոնք ժառանգականությանն են վերաբերվում, ընտանիքում եղած դեպքերին են վերաբերվում կամ այլ նրբությունների, բայց համենայն դեպս սխալված չեք լինի, եթե ինքներդ փորձեք առողջ ապրելակերպի համար, ձեր առողջության համար, պրոֆիլակտիկ ստուգումների մասին արհեստական բանականության հետ կամ արհեստական բանականությունից, ես տվյալ դեպքում ChatGPT-ն է, ոչ վճարովի, բայց գրանցված եմ, որտեղ առանց գրանցվել շատ վատ կոնսուլտացիա է անում, գրանցված եմ, այսինքն մեյլ եմ տվել, եւ բայց վճարովի չի, ինչի վճարովի չի, որտեղ հələ մտածում եմ, թե որի վրա նստեմ, որ հիմնական բժշկական կոնսուլտացիաների հետ կապված, որ հիմնական արհեստական բանականությունը դարձնեմ, ուրեմն որպես գործիք ամեն օրվա։ Հիմա ցույց տամ, տեսեք ինչա տեղի ունենում։ Ես այստեղ բերեմ մի այսպիսի օրինակ, ահա, բանը, մի րոպե, մի քիչ էկրանից լավ չի ում, պացիենտ, կին, ինչի ասենց վատ նկարում այ մարդ, պացիենտը կին, 45 տարեկան, քաշի ինդեքսը 30, այսինքն թմբլիկ է էլի կինը, ունի ինսուլինոռեզիստենտություն, ենթադրենք շաքար չունի, բայց քաշի ավելորդ քաշի հետ կապված կամ ժառանգականության հետ կապված արդեն իր մոտ հոմա ինդեքս ենք ասում, ինսուլինոռեզիստենտություն կա կամ պրեդիաբետ կամ նախադիաբետ։ Հիմա սենց մի սիտուացիա, այսպիսի սիտուացիա կարծում եմ մեր պրակտիկայում հաճախ է հանդիպում։ Դուք նշում եք ձեր տվյալները։ Հարցը հետևյալն է, առաջիկա 10 տարվա սկրինինգային ստուգումները, որ անհրաժեշտ են ըստ լավագույն ապացուցողական գայդլայնների։ Հիմա ինքը ինչա ասում, ասում է շատ լավ, ունեն 40 տարեկան կին պացիենտ, BMI 45, ուրեմն ճարպակալման առաջի աստիճան, այսպես հաստատված ինսուլինոռեզիստենտություն։ Սա արդեն ինքնին բացեքսը ընդհանուր ինսուլինոռեզիստենտություն ընդհատվեց էլի, մի խոսքով հիմնական ստուգումը շաքարնա տարեկան, սրտանոթային ռիսկերի համար, արյան ճնշում ամեն բժշկի այցի ժամանակ, լիպիդային պանել, այսինքն խոլեստերին, տրիգլիցերիդներ տարեկան ստուգում, խնդրեմ, եւ այստեղ սիրտանոթային ռիսկերի գնահատում ամեն տարի 40 տարեկանից բարձր անձանց մոտ։ Սա այստեղ առանձին բացել եմ այդ սիրտանոթային ռիսկերի կալկուլյատոր, դուք կարող եք պոիսկ տալ եւ ինտերնետում բերում ա կալկուլյատոր, որը նշում եք սերը, տարիքը, ռասան, խոլեստերինը ընդհանուր, HDL խոլեստերինը, սիստոլիկ ճնշումը, բերևի ճնշումը, որ ասում ենք 120-80, այն 120 է, էլի, ընդունվող դեղեր, դիաբետ կա թե չկա, ծխողա թե ոչ, այստեղ էլ ուղղակի նշում եք եւ այստեղ կալկուլյատոր կալկուլեյտ սխմում եք ու ինքը բերում է ձեր ուզած եւ այստեղ եթե այդ ռիսկը 7%-ից բարձր է, ապա քննարկվում է ստատին, խոլեստերինի դեմ բուժման նշանակումը։ Մետաբոլիկ ճարպային լյարդի գնահատում, ելի սկրինինգային պետք է արվի, տարեկան լյարդի ֆունկցիաները ALT, AST, GGT, ֆիբրոզի ռիսկը, եթե ըստ կարիքի կամ տարեկան, եթե ռիսկերը մեծ են, որ լյարդի ֆիբրոզ կա, եւ սոնոգրաֆիա, ֆիբրոզ կան կամ ֆիբրոզի գնահատում, մեկ անգամ սկրինինգ կրկնել ըստ արդյունքների։ Հորմոնալ վերարտադրողական առողջություն, այստեղ ստուգումներ կան, եթե պատրաստվում է դեռ հղիանալ, ստուգումներ կան ըստ մի խոսքով գինեկոլոգիական պլանն է եւ կոնքի սոնոգրաֆիան։
Հոգեկան առողջության գնահատում նշում է, որ դեպրեսիան եւ անհանգստությունը տարեկան պետքա սկրինինգի ենթարկվի, որովհետեւ դեպրեսիան եւ ինսուլինոռեզիստանտությունը երկկողմանի բացասական ազդեցություն ունեն միմյանց վրա, այսինքն նրանք, ովքեր ունեն ինսուլինոռեզիստենտություն, նրանց մոտ բանա լինում, նրանց մոտ դեպրեսիայի ռիսկն է մեծանում, նրանք ովքեր ունեն դեպրեսիա, նրանք էլ ուտելով ստրեսը հանգստացնում են, դա էլ իր հերթին է բերում պրոբլեմների։ Այս ամեն ինչից հետո գալիս են քաղցկեղի սկրինինգին։ Այս ամեն ինչից հետո քաղցկեղի սկրինինգ։ Կոլորեկտալ կոլոնոսկոպիա կամ թաքնված արյուն կղանքում սկսել 45 տարեկանից, 10 տարին մի անգամ է սա արվում, բայց քանի որ ես հարցը ձևակերպել եմ 10 տարվա համար ինչ անենք, ինքը ասում է 10 տարվա համար ինչ անենք։ Ձվարանների քաղցկեղի համար, եթե կա ընտանեկան ռիսկ, ապա խնդրեմ, օնկոմարկերներ, եթե կա ընտանեկան ռիսկ, շագանակագեղձը կանանց չի վերաբերվում, ականջ պարանոց, ուղղակի ստուգվում է բժշկի կողմից ֆիզիկալ քննության կամ բանավոր, եթե գանգատներ ունի կամ չունի, արգանդի վզիկի պապքսուկ ամեն 3-5 տարին ըստ ընթացիկ ուղեցույցների եւ կրծքագեղձի համար մամոգրաֆիա ամեն 2 տարին սկսած 40 տարեկանից։ Ոսկրային խտության սկրինինգ, հեսա կասեք, ես ինչքան ստուգելու բան կա։ Դե պաշտոնապես ահա էսա սկրինինգային ծրագիրը։ 65 սովորաբար 65 տարին լրացած անձինք, բայց եթե կան ռիսկեր, օրինակ ժամանակից շուտ եղել է մենոպաուզա, կլիմաքս, գիպոգոնադիզմ, BMI-ը ցածր, այսինքն հյուծվածություն կա կամ, չգիտեմ, ցելիակիա կա, քրոնիկական լուծեր, թերսնվածություն, ապա կարող է ոսկրի խտությունը ստուգելու անհրաժեշտություն առաջանա 45-50 տարեկանում։ Ասեմ, որ մի պացիենտի մոտ այս դեպք պատահեց, որ երիտասարդ էր իհարկե, բայց ոսկրի խտության չեմ հիշում ինչ հիմքով, որ ոսկրի խտություն է ստուգել եւ պարզվել էր, որ կա օստեոպորոզ, այսինքն ոսկրի խտությունն ընկած է։ Հետևից մենք շարունակաբար դրանց շարունակություն որպես ստուգեցինք ցելիակիա, ինքը առանձնակի մարսողական գանգատներ չէր նշում, հայտնաբերվեց գլյուտենային էնտերոպաթիա, այսինքն ցորենի նկատմամբ խնդիր, անտանելիություն, նույն այդքան էլ անտանելիություն չի, գլյուտենային էնտերոպաթիա հայտնաբերվեց։ Այսինքն տարիներ շարունակ նրա մոտ եղել է թերսնությունը շատ թույլ արտահայտված, բայց ինքը դրա մասին չի իմացել։ Այսպիսով, եթե կա թերսնվածություն, նիհարություն, հյուծվածություն, չգիտեմ, վաղ շրջանի կլիմաքս, ապա ոսկրի խտությունը կարելի է ստուգել։ Եվ այստեղ ամփոփիչ եզրակացություն առաջիկա 10 տարվա համար խնդրեմ, ամփոփիչ տալիս է։ Ամփոփիչ տալիս է։ Դուք ինքներդ ձեր տանը կարող եք ChatGPT-ի հետ այս սկրինինգային հարցումն անել եւ ինքը կտա, թե առաջիկա 10 տարվա համար որ անալիզներն են, որ ձեզ կոնկրետ ձեզ պետք են ամեն տարի, որ անալիզներ են, որ մի փոքր ավելի հաճախ, եթե ունեք առողջական խնդիրներ, օրինակ եթե ունեք շաքարային դիաբետ կամ արդեն սրտային խնդիրներ ունեք, այնտեղ կտա ստուգումներ, որոնք պետք են մի քանի ամիսը մեկ կամ եթե ունեք մարսողական խնդիրներ եւ այլն։ Եվ սրանով կանխարգելում եք ուռուցքների հնարավոր զարգացումը, շատ տարածված ուռուցքների զարգացումը, սրանով կանխարգելում եք սիրտանոթային ինցիդենտների զարգացումը, ինֆարկտ, ինսուլտ, բարձր ճնշում, սրանով կանխարգելում եք լյարդի, ֆիբրոզի, ցիրոզի հավանականությունը եւ առհասարակ ձեր տարիքին ու ձեր առողջական վիճակին բնորոշ ինչ ռիսկեր որ ունեք գրում եք։ Կարաք ինպես կարճ կոնկրետ չգրեք, մի քիչ ավելի երկար գրեք։ Կարող եք գրեք, եթե օրինակ քաշի ինդեքսը չեք ուզում հաշվեք, գրեք, որ դուք այսքան եթե 80 կիլոգրամ եք կշռում, ձեր հասակը 1.6 մետր է, ենթադրենք, կամ 1 մետր 60 սանտիմետր է, կամ 1 մետր 80 սանտիմետր է։ Գրեք, ինչ տվյալ, ինչքան շատ տվյալ տակ, այնքան ավելի ամփոփիչ ու ավելի լավ կիմանա ձեզ հետ ինչպես վարվի։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, դու պարտադիր դրանք կոչվեն ժառանգական, բայց ասում եք օրինակ մայրիկս ուներ շաքարային դիաբետ, չգիտեմ, հայրիկիս մոտ եղել է սրտային խնդիրներ, չգիտեմ, տատիկս մահացել է այսինչից եւ այլն։ Հորեղբայր, հորաքրոջ մոտ ինչ որ խնդիր է եղել,
չգիտեմ, այս ինչի մոտ վիժումներ ա եղել, նախկինում չգիտեմ, արհեստական կամ բնական վիժումներ եղել են կամ չեն եղել։ Մի խոսքով ձեր առողջականի մասին նկարագրում եք եւ վերջում գրում եք ապացուցողական բժշկության հիման վրա կամ միջազգային լավագույն գայդլայնների հիման վրա տվտուր թե առաջիկա 10 տարին ինչպիսի սկրինինգային պրոֆիլակտիկ ստուգումներ պետք է անցնեն ու ինքը ձեզ ուղղորդի ու դա կլինի ընտիր կոնսուլտացիա առողջ մարդկանց համար։ Դու թերևս այսքանը, շնորհակալ եմ, հուսամ արհեստական բանականությունը մեր գործը շատ կհեշտացնի եւ մեր գործի որակը էականորեն կբարձրացնի։ Ցտեսություն, առողջություն ձեզ։